Ընթերցենք Ղուկասու ավետարանի 20-րդ գլխից։ Շատ հայտնի տեղ ու շատ հետաքրքիր տեղ, ու մենք միասին կհասկանանք ինչ էր Հիսուսը անում, ինչ էր խոսում եւ ինչու է այս հատվածը մեզ համար գրվել, փոխանցվել ավետարանի միջոցով, Ղուկասի միջոցով, որովհետեւ Ղուկասը հասկանում էր, որ ինքը ուղղակի չի գրում իր ժամանակի մարդկանց համար ընդհանրապես պաշտպանելու Պողոսի դատը Հռոմում, թե Հիսուսը ով էր, ինչու է Պողոսը հավատացել այդ Հիսուսին եւ քարոզում իրան, լինելով հրյա, հա, այլ ավելին հավատում եմ, որ ինքը սերունդներին ժառանգություն էր թողում։ Հələ չի նստել, ուզում եք։ Հիմա լավ է լսում։ Մեկ։ Շատ լավ։ Կրկնեմ նորից, Ղուկասը հասկանում էր, որ իր ավետարանը ինքը տենց ավետարան չէր գրում, որպես հիմա մենք հասկանում ենք։ Ինքը պատմություն էր գրում, փաստաթուղթ էր գրում, որը հավատում եմ հասկանում էր սերունդների համար, թե ներկա թե գալիք կարևոր է լինելու հասկանալու, ճանաչելու ու հավատալու իրական Հիսուսին, որտեղ տարբեր Հիսուսներ են ժամանակ ու հիմա էլ քարոզվում են։ Ու այս հատվածը, այս դեպքը, դիպվածը երեք ավետարանիչներն էլ հիշատակում են Մատթեոսը, Մարկոսը եւ Ղուկասը։ Մենք կդիտարկենք Ղուկասից, որ ավելի ուշ գրված էր, քան առաջի երկուսը։ Ղուկասի կողմից, ով նաեւ Պողոսի գործակիցներ, այսինքն աստվածաբանական իմաստով, ավետարանի ճանաչման իմաստով ավելի Պողոսի ավետարանի տենց աստվածաբանության ծանոթ էր եւ այդ իմաստով մեզ համար կարեւոր է։ Շատ լավ, պիտի ուրեմն 20-րդ գլխում տեսնում ենք, որ Հիսուսին մի քանի փորձությունների են ենթարկում, փորձում են քաղաքական մասով, փորձում են կրոնական մասով, հա, տարբեր ձևով գալիս են հռոմեացիների, հերովդեսականների հետ, հիշում եք, հարցում են վարդապետ, գիտենք, որ ճիշտ ես Աստծո ճանապարհը սովորեցնում, տենց ոչ մեկի համար հոգ չես անում, տենց ազնիվ, ուժեղ, ուղիղ մարդ ես, ու դա ծուղակներ։ Դե հիմա մեզ ասա կայսրին տուրք տանք, թե չտանք։ Ես ասեց, մի հատ դահեկան ցույց տվեք, ցույց տվեցին, ասեց, ինչ ում պատկերն է, ում գիրն է, կայսրինն է, դե ինչ որ կայսրինն է տվեք իրան, ինչ որ Աստծուն, ու վաու, զարմացան։ Այդ հերովդեսականները, այդ քաղաքական, կրոնական այդ իրականում բանը, քաղաքական կուսակցություններ ինքը, պապանձեցվեց, չկարողացան Հիսուսին ինչ որ ձևի բռնացնեին։ Սադուկեցիներն են մեջ ընկնում, ասում են լավ, մենք ստուգենք քեզ, մենք փորձենք։ Սադուկեցիները դա քահանայական խավներ, ովքեր չէին հավատում մարգարեներին, չէին հավատում մյուս գրվածքները, հավատում էին միայն Հնգամատյանին, առաջի 5 գրքերը Մովսեսի, չէին հավատում հրեշտակներին, չէին հավատում հարությանը, եւ մի պատմություն են պատմում Հիսուսին, մի կին վերջը 7 եղբոր հետ ամուսնացավ, ոչ մեկը երեխա չունեցավ, ինքն էլ վերջում մահացավ, վերջում այդ եթե հարությունն է լինելու, որ մեկի կինը կլինի այդ խեղճ կինը, որ 7 պատկերացնում եք, կին 7 տղամարդ, դաժան պատմություն է իրականում։ Ու ամենքից հետո կինը մահացավ, 32 խոսքից շարունակենք, ուրեմն հարության ժամանակը նրանցից որի կինը պիտի լինի, որտև 7-ն էլ նրան կին ունեցան։ Եվ Հիսուսը պատասխան տալու նրանց ասեց. այս աշխարհի որդիները կին են առնում եւ ամուսնու են տրվում, բայց նրանք, որ արժանի պիտի լինեն, այն աշխարհին, այն կյանքին հասնելու ու մեռելներից հարություն առնելուն, ոչ կին են առնում եւ ոչ էլ ամուսնու են տրվում, որտեղ էլ չեն կարող մեռնել, որտեղ հրեշտակներին հավասար են եւ Աստծո որդիներ են, որտեղ հարության որդիներ են։ Ինչ կարևոր հայտարարություն անում Տերը։ Հենց նոր իրան փորձել են կայսրով, գումարով, չէ, ոնց որ
բան է դեր, եթե դու Աստծո որդին ես, Տերն ես այս աշխարհի մի բան արա, չէ՞, ինձ դեմ խոսամ, ինձ հակառակաս, ով է կայսրը, որ իրան турք տանք, էլի։ Բայց ես ասում եմ, գիտեք ինչ, այս աշխարհի, այս ժամանակի եւ այն գալիք աշխարհի, ոնց որ սահմանագիծ ու տարբերություն է բերում, որ կյանքում կան ժամանակներ, որոնց մեջ այո լավագույնը չի, աստվածայինը չի, բայց այդ կարգն է, այդ սիստեմն է, այդ համակարգն է, եւ դու պարտավոր ես այդ համակարգի մեջ լինելու։ Բայց լինելով այդ համակարգի մեջ, կայսրինը դուր կայսրին, Աստծունը դուր Աստծուն։ Նույնիսկ այդ համակարգերում, մեր աշխատանքային միջավայրերում, որտեղ հնարավոր է հակաստվածային ինչ-որ որոշումներ լինեն կամ հակաքրիստոնեական, օրինակ իրավունք չունես խաչ կրելու կամ հոգևոր գրականություն ունենալու սեղանիդ եւ այլն, չէ՞, մենք շուտ աշխատանքային միջավայրներում ենք լինում, որտեղ երբեմն նման վերաբերմունք կա, չէ՞, քո գործատուի կողմից։ Ինչ որ կայսրինն է դուր կայսրին, բայց ինչ որ Աստծունն է դուր Աստծուն։ Միշտ էլ հնարավոր է, նույնիսկ ոչ աստվածային համակարգի մեջ ունենալ Աստծո պաշտամունքը, ունենալ հավատք ու սերը դեպի Աստված, ապրել դա, տալ Աստծուն Աստծուն։ Ու այն որ դու կտաս Աստծուն Աստծուն, ոչ չի կարող սահմանափակել դա իրականում։ Կայսրին տալու մեջ խնդիր կարող է լինի սակավության եւ այլնի, բայց Աստծուն Աստծո տալու մեջ երբեք սակավություն չկա։ Ինչ որ Աստված ակնկալում, հետո տեսնենք հարցնում են փարիսեցիները որն է մեծ պատվիրանը, Հիսուսը հենց դա է նշում, ինչ որ խոսել է սադուկեցին, ինչ որ հերովդեսականներին պատասխանել է, ամենապես պատվիրանը սա է, սիր քո Տեր Աստծուն ողջ մտքով, հոգով, էությամբ ու զորությամբ, տուր այդ Աստծուն, ով կարա քեզ խլի, ով կարա քեզնից խլի քո սերը դեպի Աստված, քո նվիրումը, քո հավատարմությունը, քո մոտեցումը, քեզնից կարող են կայսրի турքը խլել, քո վաստակածը խլել, քո ունեցածը կորցնես, հա, բայց քո սիրտը, քո սերը, քո նվիրումը ոչ ոք չի կարող խլել քեզանից։ Տուր դա Աստծուն, կայսրին, Աստծուն Աստծուն։ Հիմա երբ որ փորձում են Հիսուսին, Հիսուսը խոսում է այդ գալիք այլ աշխարհի մասին, ոչ թե կայսրի աշխարհի մասին։ Եվ պատասխանում է սադուկեցիներին ասելով, բայց մեռելների հարություն առնելը Մովսեսն էլ իմացրեց մորենի մեջ, պատմության մեջ, երբ կոչում է Տիրոջը, Աբրահամի Աստվածը եւ Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը, որտեղ Աստված մեռելների Աստված չի, ապա ողջերինը, որտեղ ամենքը նրան կենթանի են կամ ողջ են։ Եվ դպիներից մի քանիսը պատասխան տվեն եւ ասին. Վարդապետ, լավ ասեցիր, ու մեկը էլ համարձակություն չէր անում, որևէ բան հարցնելու, ու տեսնում ենք, որ մյուս ավետարաններում կարդում ենք նաև փարիսեցիներն են հարցնում Հիսուսին, ասում են իսկ ո՞րն է այդ մեծ պատվիրանը օրենքի մեջ, ու գրված է, որ Մարկոս հատուկ նշում է, որ սա փորձելու համար հարցրեց, որտեղ Հիսուսը նոր խոսեց Աստծուն տալու մասին Աստծունը, ու հիմա փարիսեցիները ուզում են ճշտում անեն, էլ այդ ո՞րն է, տենց ասած, որտեղ իրանք իրանց համակարգ ունեն, ինչն է Աստծուն տալունը, ինչը չէ։ Կրոնը ունի իր վերաբերմունքը, կրոնական համակարգեր ունեն իրանց ծեսերը, ձևերը, պահանջները, հանկարծ հագուստը այդպես չեղավ, չգիտեմ, ձևը այդպես չեղավ, չնստեցի, չկանգնեցի, ձեռքեր գրպան տեղավ, գլխարկ եղավ, չգիտեմ ինչեր եղավ, ձևեր կա, որ պետք է տալու, եթե այդ ձևերի մեջ չի, կարծես դու չես տեղավորվում Աստծուն տալու մեջ, հա, իրենց համակարգի իմաստով։ Բայց Հիսուսի նշածով Աստծուն տալը միայն ներսի բաներ էր, չէ՞, սիրիր ողջ սրտով, հոգով, էությամբ, զորությամբ, բացարձակ կապ չուներ, թե դուրսդ ինչպիսի դրսևորում ունի տեղ։ Որովհետև եթե ներսդ մաքուր է, Տերը ասես դուրսն էլ մաքուր կլինի, եթե անկեղծ սեր կա դեպի Աստված եւ ընկերոջդ հանդեպ, դու չես կարող սխալ վարվել այդ իմաստով։ Այդ երկու սիրո պատվիրանները քեզ ճիշտ բալանսի մեջ կպահեն։ Որովհետև եթե միայն Աստծուն են ոմանք համարում, որ շատ են սիրում եւ անարգում են մարդկանց, կդառնան չոր, կրոնամոլ, մերժող, խիստ, անողորմ, չէ՞, մեղավորներին մերժող,
աղքատներին, կարիքավորներին, չէ, միայն սեփական արդարության վրա շեշտված ու Ղուկասու ավետարանում տեսնում ենք այդ դեպքը, երբ որ երկու հոգի գնացին տաճար աղոթելու, մեկը փարիսեցի եւ մյուսը մաքսավոր, չէ, ու փարիսեցին իր կատարելությամբ շքեղ եկել էր ու տպավորեցնում էր Աստծուն, չէ, Տեր շնորհակալ եմ, որ ուրիշների պես չէ, մեզ չէ, մեն չէ, ոչ էլ ես մաքսավորի պես եմ, ոչ էլ ես մաքսավորի պես, բայց մաքսավորը հերվում կանգնած Հիսուս ասում էր, աղոթում էր, կուրծքը ծեծում էր, ասում էր Տերների ինձ մեղավորից, եւ այդ մեկ ավելի արդարացած գնաց տուն այդ օրը, որտեվ սրտից եկավ, իր ողջ սրտով, մտքով, էությամբ ու զորությամբ էր այնտեղ, թերի էր, պակաս էր, բայց իր ներսն էր Աստծո համար, ոչ թե իր դրսերը, ու Հիսուսն է հիմա հարց տալիս, հարցը սա, ասում է, Մատթեոսում ասում է, ինչ եք ասում Մեսիայի համար, կամ Քրիստոսի համար, կամ օծյալի համար, որին սպասում են, ում որդին է ինքը, ասում են Դավիթի, շատ լավ, ասում է այդ դեպքում ինչի է Դավիթը, Սաղմոսների գրքի մեջ ասում, Տերը իմ Տիրոջը ասեց, նստիր իմ աջ կողմս, մինչև քո թշնամիներիդ ոտքերիդ պատվանդանենը։ Ուրեմն Դավիթը, որ նրան Տեր է կոչում, ինչպես նա կարող է իր որդին լինել։ Ու բոլոր ժողովրդի առջև իր աշակերտներին ասեց. Զգուշացեք դպիրներից, որոնք ուզում են փառավոր հանդերձներով շրջել, եւ շուկաների մեջ բարևներ են սիրում, եւ ժողովրդների մեջ առաջին աթոռները, եւ ընթրիքների մեջ առաջին բազմոցները, որոնք որբևարիների տներ են ուտում եւ մարդկանց երևալու համար աղոթքը երկարացնում են, սրանք ավելի մեծ դատապարտություն են ընդունելու։ Ու նայելով տեսավ հարուստներին, որոնք իրենց ընծաները գանձանակն էին ձգում, այսօր ընծայի օրը, թեմայի մեջ է, եւ մի տնանք որբևարի էլ տեսավ, որ ընդամենը 2 լումա նետեց, ու ասեց Հիսուսը, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս աղքատ որբևարին բոլորից շատ տվեց, որտեղ ամենքը տվեցին իրենց ավելցածից, ավելցուկից, բայց սա իր չկավորությունից, իր չունեցածի մեջ ողջ իր ունեցած ապրուստը տվեց։ Հետաքրքիր է, ողջ պատմությունը իրականում մի պատմություն է։ Սաղմոսի այդ հատվածը, փորձությունը Հիսուսի, սիր քո Տեր Աստծուն, քո ողջ հոգով, մտքով, էությամբ, զորությամբ, կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն, դա մի ամբողջ պատմություն է իրականում։ Մենք սիրում ենք կտրատենք, կտոր դարձնենք, բայց ավետարանիչը գրելուց կտորների չի վերածել, իրականում մի ամբողջ նկարագիր է, մի ամբողջ պատկեր է, մի ամբողջ իրականություն, որի առանցքն էր Սաղմոսը։ Ինչի է Հիսուսը հղում անում 110-րդ Սաղմոսներ տա։ Տերը իմ Տիրոջը ասեց, նստիր իմ աջ կողմս, մինչև քո բոլոր թշնամիներին պատվանդան անեմ։ Հետաքրքիր այս հատվածը Պողոս առաքյալը առաջի Կորինթացիներին ուղղված նամակում 15-րդ գլխում խոսում է այս մասին, ասում է, որ Հիսուսը պետք է թագավորի, մինչև ողջ բոլոր իր թշնամիները Աստված հնազանդեցնի իր ոտքի տակ, եւ վերջին թշնամին, որ կհաղթվի, մահն է, հարությունը, որը Հիսուս ասեց, տեսնում ենք ավետարանում, հա, հարության լուրը տվեց ավետիսը, ու հետո դրանից հետո նոր որդին ինքը իրեն կհնազանդեցնի հորը, ով ամենը հնազանդեցրել է որդուն, եւ որպեսզի Աստված կլինի ամեն բանի մեջ։ Իրականում այս հատվածը, իրականում շատ խորը կարևոր իրականություն է ներկայացնում հասկանալու համար Աստծո գործելակերպ, Աստծո իրականությունը։ Հիսուսը հիշեցնում է այս հատվածը իրանց, այս Սաղմոսը, սա Դավիթի Սաղմոսն էր։ Այս Սաղմոսում են գտնում նաև մի հատ շատ հետաքրքիր արտահայտություն, սա ընդհանրապես օծյալին տրված Սաղմոսն է, ու շատերը հավատում են, որ սա Դավիթի եւ իր որդու Սողոմոնի մասին այս Սաղմոսը, որոշ առումով այո, որտեվ Դավիթը մեկն էր, որ կռվում էր հեթանոսների հետ, հաղթական էր, հա, Աստծո անունով հեթանոսներին նազանդեցրեց, հետո իր որդին կառուցեց տաճարը, հա, Սողոմոնը Աստծո տաճարը կառուցեց, խաղաղության ժամանակ բերեց, որոշ առումով այս հատվածը վերաբերվում էր, բայց նաև չէր վերաբերվում այս Սաղմոսի, որտեղ 4-րդ խոսքում Սաղմոսի մի հատ արտահայտություն կա, որ մինչև հիմա աստվածաբանները վիճում են։ Տերը երթում արեց եւ չի փոշմանելու,
դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։ Ու ինչու է հատվածը մեջ բերված։ Դավիթը քահանա չէր։ Իսկ Аарոնի Եղևի կարգի չէր, ուր մնաց հավիտենական քահանա Մելքիսեդեկի կարգի պես։ Բոլորը հասկանում էին ու հրեաները իր ժամանակ հասկանում են, որ խոսքը չի վերաբերում Դավիթին կամ իր որդուն։ Սա մի հատ էական, մի հատ անձնավորություն է, ով պետք է հավիտենական լինի, որպեսզի հավիտենական քահանայություն ունենա։ Երկրավոր անձերից ոչ մեկը չունի այդ հնարավորությունը կոնային ժամանակ հավիտյան ապրելու։ Եվ որ դիտում ենք Աստծո գործելակերպը, եթե ուսումնասիրել եք կամ տեղյակ եք, կան խոստումներ, որոնք Աստված տվեց մարդկանց, եւ կան երթումներ, որ Աստված երթվեց, եւ դրանք տարբեր են։ Խոստումները պայմանական են միշտ։ Երթումները անպայմանական են։ Երթումը, երբ որ Աստված երթում է տալիս, նշանակում է ինքը անելու է անկախ ամեն ինչից։ Խոստումը նշանակում է կանի Աստված, եթե ում որ խոստացել է, հավատարիմ կլինի իր կողմից անելու իր մասը։ Ու եթե դու չանես քո մասը, Աստված չի անելու իր մասը։ Ցենց ասած պայման կա տեղ, պայմանական է։ Բայց երթումը անպայմանական է։ Օրինակ Աստված, երբ որ երթվեց Դավիթին եւ ասեց, որ քո սերունդը իմ աթոռից անպակաս կլինի, քո սերունդի թագավորությունը ու եզակի թվով մեկ անձի համար, ոչ թե սերունդները, հաջորդական թագավորները, այլ մեկը, որ հավիտյան կնստի Դավիթի կամ Աստծո գահին։ Սա երթվեց Աստված ու նշանակում է անկախ նրանից, ու հետո տեսնում ենք ինչից անկախ, որտեղ հետագայում Դավիթի սերունդները բոլորը մեծամասամբ ձախողվեցին իրանց հավատարմության մեջ, բայց Աստված հավատարիմ մնաց, ու երբ որ Հորդանանում Դավիթի սերունդից Հիսուսը Նազարեթից մկրտվում էր ջրի մեջ, հայրը եկավ, Աստված եկավ ու ասեց դու իմ Դավիթ որդին ես։ Դուք ասեք, ասելա սիրելի որդին, բայց Դավիթ սիրելի է նշանակում եբրայերեն։ Եվ որ Աստված Հիսուսին ասեց դու իմ սիրելի որդին ես, եբրայերենում հնչեց դու իմ Դավիթ որդին ես։ Այսինքն այն խոստումները, այն երթումը, որ Աստված տվել էր Դավիթի համար, իրականացրեց Հիսուսի վրա հարություն տալով իրան եւ նստեցնելով իր աջին որպես հավիտենական թագավոր։ Պարտիրը չէ դրա համար։ Եվ որ Աստված երթվեց Աբրահամին, որ իր սերունդով ողջ երկրի ազգերը պետք է օրհնվեն, եւ Գաղատացիների թղթում կարդում ենք, որ Պողոսը նկատի ուներ մի բան՝ Սուրբ Հոգու ընդունելությունը։ Դա զուտ ապահովությունը չէր, չաղ ու բախտավոր կյանքը չէր, Երուսաղեմի ոսկե փողոցները չէր, դա Սուրբ Հոգու լեցունությունը, Սուրբ Հոգու ընդունում։ Ու մենք մոռանում ենք ինչա մեզ տրվել։ Մեզ թվում է պենտեկոստալ եկեղեցի լինել ընդհանրապես լեզուներ բլբլալն է։ Ու մեզ մի հատ կարևոր արտոնություն է տրվել։ Այն ինչի համար ասած Աբրահամին երթվեց, որ իր սերունդը պիտի օրհնություն ունի ողջ երկրի համար, բոլոր ազգերի համար, բոլոր սերունդների համար։ Եվ հիմա երրորդ երթումն է, քահանայության երթումն է։ Տերը երթում արեց, դա խոստում չի։ Սա անքանդելի է, անխախտ է, անանցանելի է, որ ում որ երթվել է Տերը, Հայրը, Աստված, հավիտյան քահանա լինելու։ Մի տարբերություն միայն, Աստծո խոստումները բոլոր տրվել են մահկանացու մարդկանց։ Աստծո երթումները միայն տրվել են իր որդուն։ Նորից եմ կրկնում, բոլոր խոստումները Աստծո, Աստված շատ բաներ է խոստացել շատ մարդկանց եւ բոլորը մահկանացու են։ Բայց երթումները Աստծո միայն իր որդուն են տրվել, որը ժառանգեց Հիսուս Քրիստոսը։ Ինչու՞, մի պարզ պատճառով։ Աստված վստահ է, որ իր որդին կատարելու է իր մասը։ Կարիք չկա պայմանավորվելու, Աստված վստահ է իր որդու վրա։ Դա համար երթվում է իր թագավորությունը, իր քահանայությունը, իր օրհնությունը։ Ու որ Հիսուս ասեց Սուրբ Հոգին, որ Հայրը իմ անունով պիտի ուղարկի, այդ են խոստումի, Աբրահամի խոստումի երթումի իրականում խոստումը չէր, կատարումն էր։ Սա կարևոր է մեզ համար,
որ եթե Աստված մեկին իր որդուն համարում այնքան վստահելի, որ կարող ուղղակի երթվի իր համար, մենք ինչ խնդիր ունենք իրան վստահելու համար։ Սա մեզ ապահովություն է տալիս վստահելու այդ որդուն, լիարժեք, իր քահանայությանը, իր թագավորությանը, իր հոգին ապահովելուն, իր օրդությունը ապահովելուն։ Ինչու Մելքիսեդեկի կարգի պես։ Չէ՞ որ քահանայությունը կար, դա Ահարոնի, այսպես ասած, կարգներ, քահանություններ, ինչի էր պետք մեկ այլ կարգ, ու ինչ կարգի մասն է խոսքը։ Մենք հեսա կանդրադառնանք մի քիչ, թե այդ Մելքիսեդեկը ով էր, բայց փաստն այն էր, որ խոստումը տրվեց այն ժամանակ, որ Ահարոնի գործող ուխտի, հին ուխտի, օրենքի ուխտի ժամանակվա Աստծո կողմից հաստատված քահանայությանը այլ քահանայություն էր։ Ահարոնի քահանայությունը կար, Աստված էր հաստատել այդ քահանայությունը, ինքն էր ընտրել Ահարոնին, Ահարոնի սերունդը, չէ՞։ Ահարոնը չէր որոշել կլինի ես քահանա լինեմ, չէ՞, Աստված էր որոշել, չէ՞։ Քահանա ոչ չի կարող լինել, եթե Աստված չորոշեր։ Եվ Ահարոնի սերունդը ծնվում էր քահանա լինելու համար, բայց այդ մարդիկ մահանում էին անընդհատ, իրենցից ոչ մեկը հավիտենական չէր, չէ՞, անում էին տարբեր պատճառներով, ու անընդհատ պետք էր քահանայությունը փոխվեր կներեք։ Այն, որ երթումը տալիս էր մեկ այլ քահանայություն, նշանակում էր, որ Աստված բավարարված չի իրականում։ Սա կատարյալ լիարժեք քահանայություն չի։ Այն ինչը լիարժեք չի, բավարար չի, ժամանակավոր է։ Մի հետաքրքիր դիտարկում կա նաև այս առումով։ Ժամանակավոր բաները ժամանակավորների համար են։ Հավիտենական բաները հավիտենական բաների համար են։ Ժամանակավոր քահանայությունը ժամանակավոր սերունդի համար էր։ Իսրայելը դա Աստծո ժամանակավոր սերունդն էր։ Ու պետք չի գորգրան բոլորս, որ Իսրայելը ժամանակավոր էր, որպես ժողովուրդ Աստծո։ Իսրայելից մնացորդը կմնա հավիտյան, բայց այդ մնացորդը Քրիստոսի մեջ է մնացորդն է։ Դա համար քանի որ այդ ժամանակավոր սերունդ էր, ժամանակավոր էլ քահանայություն ուներ։ Ու եթե հիմա Աստված Հիսուսին խոստանում է հավիտենական, երթվում է կներեք, հավիտենական քահանայություն, նշանակում է այն սերունդը ում պետք է Քրիստոսը այդ որդին քահանայություն ունի, ինքն էլ պետք է հավիտենական սերունդ լինի։ Ու երթումով հավիտենական։ Այս նշանակում է իմ ու քո որդի լինելը Աստված երթվել է իր որդուն։ Այլապես իր քահանայությունը չի կարող հավիտենական լինել, անիմաստ է, հավիտենական դնել ժամանակավոր բանի համար։ Սա իմ ու քո վստահությունն ու ապահովությունն է, որ Աստված հավիտենական ինձ ու քեզ երթվել է որդի լինելու։ Ինչ կարևոր է իմ ու քո համար, կարծում եմ։ Եկեք ծափարենք իրան, արժանի այն չէ։ Ու հավիտենական սերունդը դա հարության ակնարկն է։ Դրա համար Պողոսը տեսնելով ու իմանալով այդ Սաղմոսի մեջ այդ ակնարկը Կորինթացիներում հարության մասին գրելուց ասում է վերջին թշնամին մահն է, որ պետք է խափանվի ու պետք է հարություն լինի։ Ու Հիսուսն էլ Ղուկաս ավետարանում կարդում ենք, որ հարության որդիներ են լինելու։ Էլ չեն մահանալու, էլ չեն կարողանալու մահանալ, էլ մահը իշխանություն չի ունենալու մեր վրա։ Քահանայությունը նաև սպասավորության կամ խորանի կամ ծառայության իրականությունը։ Երկրավոր խորանը դա երկնայինի նմանությունն էր։ Ասված Մովսեսին, երբ որ պատվիրեց խորանը կառուցելու եւ որտեղ պետքա քահանայությունը արվեր, երկու անգամ հատուկ տեսնում ենք զգուշացնում է Մովսեսին ասում է Մովսես, այն որ ցույց եմ տվել երկնքում, այդ դրա նման սարի վրա ինչ որ ցույց եմ տվել, դրա նման կկառուցես։ Հատմության գրքում կարդում ենք, որ խորանը կա երկնքում, ու երբ որ բացվում է երկնքում, Հովհաննեսը տեսնում է Տիրոջ խորանը այնտեղ։ Այս երկավոր խորանը երկնայինի նմանությամբ կառուցվեց։ Նշանակում է քահանայությունն էլ երկավոր Ահարոնի երկնային քահանայության օրինակով է։ Նշանակում է այնտեղ կա այդ քահանայությունը, իրական երկնային խորանը, երկնային քահանայությունով, որի կարգն է այդ Մելքիսեդեկի կամ արդարության, թագավորության եւ խաղաղության թագավորության քահանայությունն։ Քահանայությունը նշանակում է միջնորդում, հա։
Այնտեղի միջնորդումը, նպատակը ծառայության, արդյունքը ծառայության, արդարությունն ու խաղաղությունն է։ Ինչ ենք փնտրում ենք կյանքում, իրականում այդ արդարությունն ու խաղաղությունը իրան։ Հարց հեսա մեկ էլ առաջանում։ Եթե երկրավոր քահանայությունը երկնային քահանայության օրինակով է, ով այնտեղի քահանան։ Երկրավորը պարզ էր, Ահարոնն էր, իր որդիներն էին, ով էր երկնայինը։ Եսային 6-րդ գլխում կարդում ենք տեսիլք ունենում։ Ասում տեսա Տիրոջը, չէ, Ոզիա թագավորի մահվան տարին Տիրոջը տեսա տաճարի մեջ եւ իր խղանցքը լցնում էր ողջ։ Այդ ինչ Տեր էր, ինչ էր անում Տերը տաճարում։ Ով պետքա լիներ տաճարում։ Քահանան։ Ենք քահանա Տիրոջն է տեսնում։ Դրա համար Հովհաննես ասում է, սա ասեց Եսային, երբ որ տեսավ Հիսուսի փառքը։ Այսինքն Հիսուսը մինչև մարմնացումը ինքը այդ երկնային քահանան էր, քահանայապետն էր, կարելի ասել, երկնային խորանի մեջ։ Ու Պողոսը Եբրայեցիներին նամակում հստակ ակնարկում դա ասելով, որ պետք է այդպիսին լիներ, անանցանելի կյանք ունեցող մեկը պետք է ունենար այդ Մելքիսեդեկի քահանայության կարգը, որպես հավիտենական անմահ էրակ։ Միայն մեկը կա, ում մենք ճանաչում ենք, որ հավիտենական էական անմահ, Աստված եւ իր որդին, որ հիմա մարդացել է։ Հարց առաջանում շատ լեգիտիմ, այդ դեպքում ով էր այդ Մելքիսեդեկը։ Մելքիսեդեկը, որի մասին Ծաղմոսը հիշատակում եմ եւ Պողոսը Եբրայեցիների ամենամեծ հատվածն է, գիտեք, քահանայությանը նվիրված Եբրայեցիների նամակում։ 5, 6, 7 գլուխները քահանայությանն են նվիրված։ Եվ այդ քահանայության մեխը Մելքիսեդեկի անձն է։ Ծննդոց 14-րդ գլխում կարդում ենք, որ երբ որ 4 թագավորներ Աբրամը գտնվում էր Քեբրոնում Մամրեի կաղնիների մոտ, դա Իսրայելի մեջ, ներկա Իսրայելի մեջ Պաղեստինում հատուկ վայր էր, եւ հետո նկարագրում է Մովսեսը, ծննդոցի հեղինակը, 4 թագավորների, որոնք ոնց որ ռեգիոնալ թագավորներ էին, մեծ Եղամի թագավորը, չգիտեմ, Սիրիայի թագավորը եւ այլն, այնց մեծ ռեգիոնալ թագավորություններ էին։ Իրանք հպատակեցնում են լոկալ Պաղեստինի մեջ եղած թագավորներին, 5 թագավորներին, դա Սոդոմի թագավորներ, Գոմորի թագավորներ, չգիտեմ, եւ այնտեղ անուններ կան։ Սեգովեր եւ այլն, 5 թագավորություններ լոկալ փոքր հպատակեցված էին ավելի մեծ ռեգիոնալ թագավորությունների կողմից։ Եվ 13 տարի ծառայում են իրանց այդ հնազանդության մեջ, 14-րդ տարին Թոգոմա Գոմոր թագավորը ապստամբում այդ լոկալը, ապստամբում ռեգիոնալի դեմ, այդպես ասած։ Եվ նրանք գալիս են, ապստամբությունը ճնշում են, Սոդոմ Գոմորը թալանում են, եւ թալանի հետ նաեւ տանում են Ղովտին եւ իր ունեցվածքը ու իր ընտանիքը։ Ղովտին, որ Աբրամի եղբոր որդին էր։ Ու երբ որ լուրը գալիս հասնում Աբրամին, որ քո եղբոր որդուն տարել են, այսինքն այդ 4 թագավորները ռեգիոնալ, մեծ, հարձակվել են, հաղթել են փոքրերին եւ տարել են։ Սոդոմի թագավորը փախնում է դաշտից, ասում են ճիշտ ժամանակին փախնել է, չէ՞, տղամարդկություն, տղեն ժամանակին թռել է, պատերն փախնում է Սոդոմի թագավորը ու կարևոր է այդ փաստը հետո։ Ու Աբրամը երբ որ լսում է, վերցնում է 312 կարդում, 318 իր տան մեջ ծառաներին եւ հարցնում է իրանց հետևից, գիշերով հարձակվում է, հաղթում է 4 ռեգիոնալ թագավորներին, հաղթում է, որոնց 5 տեղական թագավորները չկարողացան հաղթեն։ Աբրամը մենակ 318 հոգով։ Պարզի որ հրաշքեր։ Պարզի որ դա մարդկային ձեռքբերում չէր, այո։ Ու հիմա Աբրամը վերադարձնում է իր ողջ ունեցած ինչ որ թալանել են, գալիս է վերադառնում է, ու գրված է որ Սոդոմի թագավորը դուրս եկավ դիմավորելու։ Ու հանկարծ Մելքիսեդեկ անունով մեկը առաջ է ընկնում, թույլ չի տալիս,
որ Աբրահամը Սոդոմի թագավորին առաջինը հանդիպի։ Ինքն է հանդիպում, կարծես պատրաստելու համար Աբրահամին, եւ որ հանդիպում է, օրհնում է իրան, ասում օրհնյալ լինի Աբրահամը երկնքի Աստծո կողմից, որ քո թշնամիներին քո ձեռքը տվեց, լսում ես Աբրահամ։ Այդ քո 318 ծառան չէին քո թշնամիներին հաղթեցին, երկնքի Աստվածը քեզ հաղթություն տվեց։ Օրհնյալ լինես այդ Աստծո կողմից, հանգարց այն Սոդոմի թագավորից օրհնություն չփնտրես։ Ոնց որ Փարավոնից փնտրեցիր, Հագարը եկավ, հələ գլխիդ գալիքը չգիտես։ Մի հատ խնդիրը հերիքա, արի երկրորդին չգնաս։ Ճիշտ Մելքիսեդեկը հայտնվեց կանխելու համար Աբրահամին երկու կարևոր բանից՝ հպարտանալուց եւ ագահությունից։ Երկու կարևոր խնդիր իրականում բոլորիս կյանքում ունենք։ Աբրահամը մարդ էր, կարող էր ունենալ, կարող էր գալ Սոդոմ Գոմորի թագավորին հանդիպել, ասել, տեսա՞ր, չկարողացաք 5 թագավորով ես մենակս, ես ու իմ տղեկս, տենց ասաց։ Ով էր այդ Մելքիսեդեկը, որտեղից ինքը հայտնվեց։ Մեկ էլ հայտնվում է ինքը։ Նայեք, այդ ռեգիոնալ թագավորների մեջ ինքը չկա։ Տեղական լոկալ թագավորների մեջ ինքը չկա, մեկ էլ հայտնվում է որպես բարձրյալ Աստծո քահանա եւ Սաղեմի թագավոր։ Մեկը որ թե թագավոր է եւ թե քահանա է։ Ով բարձրյալ Աստծո քահանա էր, այսինքն Տիտղոս էր կրում, որ այն ժամանակ որևէ մեկը չէր կարողանա կրել։ Ոմանք պնդում են, հրեաները մանավանդ, որ դա Սեմն էր, Նոյի որդին։ Ու որպեսզի դա Սեմը լիներ, որպեսզի Մելքիսեդեկի քահանայությունը ավելի ցածր լինի իրականում, քան Ահարոնի քահանայությունն է, հրեաները իրանց Աստվածաշնչի մեջ որոշ փոփոխություններ արեցին։ Եվ Նոյից, Սեմից մինչև Աբրահամ սերնդաբանության մեջ սերունդներից մի 100 տարի ամեն մեկից հանեցին։ Որպեսզի այնքան կարճանա Աբրահամից Սեմ եղած ժամանակը, որտեղ Սեմը 600 տարի ապրեց, 100 տարեկանում ունեցավ իր առաջի որդուն, հա այդ գա հասնի 600-ի մեջ ընկնի, մոտ 400 տարի հասնի։ Բայց երբ որ նայում ենք հունական հուներեն թարգմանությունը 200 տարի Քրիստոսից առաջ, որ քրիստոնյաները չեն արել, արել են նույն հրեա ռաբիները Ալեքսանդրիայում, հենց հրեախոս հրեաների համար, այնտեղ այդ տարիները բոլորը կա, ու երբ որ գումարում ենք, մոտ 900 տարի անցել Նոյից Աբրահամ, Սեմը վաղուց մահացած էր, սա Սեմը չէր։ Ոմանք պնդում են, որ երևի տեղային ինչ-որ մի թագավոր քահանա էր, որը տենց հավատում էր Աստծուն։ Այդ դեպքում Պողոսը հատուկ շեշտում է Եբրայեցիների թղթում, որ մեծն է օրհնում փոքրին։ Ու Աբրահամը մեկն էր, ով խոստումներն էր ժառանգել Աստծուց եւ իրանից մեծ չկար ոչ ոք։ Ինքը կարող էր օրհնել, բայց ոչ թե իրան պետք է գային օրհնեին։ Երրորդ ակնարկը Աբրահամը 10-րդ տվեց Մելքիսեդեկին։ 10-րդ տալիս էին իրենցից մեծին ու հիմնականում Աստծուն։ Դա համար երբ որ Հակոբը փախնում էր իր հոր եւ եղբոր երեսից, Բեթելում երբ որ գիշերը հանդիպեց Աստծուն եւ Աստված ասեց ես քո հետ եմ մնալու օրհնելու եմ քեզ, Հակոբը ասեց ինչ որ ինձ կտաս, ես այդ ամենից քեզ 10-րդ կտամ։ Տիրոջը ասեց, որովհետեւ այն ժամանակ 10-րդ տալիս էին Տիրոջը, Աստծուն։ Ու ով էր այս Մելքիսեդեկը, որին Աբրահամը ճանաչեց որպես իր հաղթության հեղինակ, իր օրհնության աղբյուր եւ իրան տվեց պարտավորություն, տվեց 10-րդը, որպես շնորհակալություն, որպես գնահատական, որպես ճանաչում, որ իր օրհնության եւ իր հաղթանակի աղբյուրը ինքն է։ Դա միայն մեկը կարող լիներ։ Աստծո որդին անձամբ, ով մարդացել էր կամ մարմնավոր էր հայտնված։ 55 տականում տարբեր տեղերում հայտնվել է մարմնավոր ձևի եւ սա իր հայտնություններից մեկն էր։ Ես հիշում եմ տարիներ առաջ 90-ական թվականներին մի կոնֆերանսի էի Հայաստանում մասնակցում, որին ծառայում էր նաև Պարսկաստանի հոգեգաստական եկեղեցու ավագ հովիվը այն ժամանակը Էդուարդ եղբայրը, ու այդ հարցը տվեցին իրան, թե ձեզ ով է Մելքիսեդեկը,
Ինքը ասեց, ես հավատում եմ, որ դա Տեր Հիսուսն էր մինչև մարդացումը հայտնված։ Ոմանք այնց չընդունեցի, ես մտքումս ծիծաղեցի, Տերներ իր։ Որտեվ ես նոր եկել էի ինստիտուտից, որտեղ սովորեցրել են, որ դա սեմն է, որտեվ հրեական ազդեցություն, շատ տարածված է շատ տեղերում։ Բայց տարիներ անց, ես հիմա հետ եմ նայում եւ նայում եմ բոլոր արկա հնարավոր փաստերը, ես վստահ եմ, որ իրականում դա Տեր Հիսուսն էր, որ հայտնվել էր։ Նա, ով արդարության թագավոր էր, եւ նա ով խաղաղության թագավորն էր։ Ինչով ասա կարևոր մեր համար։ Մի քանի դաս ունենք այստեղ սովորելու։ Մեկ որ Մելքիսեդեկի հայտնվելը Աբրահամին խրատ էր, դաս էր որոշակի, պաշտպանություն էր որոշակի։ Ինքը հայտնվեց, որ Աբրահամին ճիշտ հավատքի մեջ պահի, այդպես ասած, ճիշտ հոգու մեջ պահի, ճիշտ մտքի մեջ պահի, որպեսզի Աբրահամը միշտ հիշի դրանից հետո, որտեղ քայլելու է Աստծո հետ, դեռ երկար ճանապարհ ունի ապրելու, միշտ հիշի, որ իր օրհնությունը եւ իր հաղթությունը մեկից է, Աստծուց։ Ու իզուր չի, որ Մելքիսեդեկի հիշատակությունը Սաղմոսի մեջ, 110 Սաղմոսում, թշնամիներին հաղթելու հետ է կապված։ Որտեղ վերցնես ունի խոսում է թագավորին նստի աջ կողմս թշնամիներից ոտի տակ անեմ, ես կանեմ, մենք կանեմ, ազգերը կնազանդեցնեմ, գլուխները կջարդեմ, ես կանեմ, մեկ էլ դու քահանայես հավիտենական Մելքիսեդեկի կարգի պես։ Ինչ կապ ունի քահանայությունը թագավոր լինելու հետ։ Ակնարկը հիշեցումն է ծննդոցի դեպքերի, որ Աստված, մեր Աստված, միշտ ապահովելու է մեր հաղթությունը եւ օրհնությունը։ Եվ միշտ ուզելու է մենք կախված լինենք իրենից եւ ոչ թե մնացած ուրիշ բաներից։ Մենք ապրում ենք կյանքում, աշխատում ենք, կրթություն ունենք, ձեռքբերումներ ունենք, այո, ամեն ինչքան կարող ես ձեռք բեր, ինչքան կարող ես առաջ գնա, ինչքան կարող ես վաստակիր։ Որտեղ քեզ Տերը դուռա տալիս հնարավորություն կա, գնա առաջ ինչքան կարող ես։ Չկանգնես։ Բայց բոլոր քո հաղթանակների մեջ, բոլոր քո ձեռքբերումների մեջ հիշիր ով է քո հաղթանակի աղբյուրը։ Հիշիր ով է քո դրոշը, տենց ասած, ով է քեզ տանում առաջ եւ ով է կանգնեցնում քեզ երբեմն։ Հովսեփին մի օր տարավ առաջ, բանտից հասցրեց Փարավոնի երկրորդ մարդու, բայց մինչև այդ տարիներ պահեց բանտում։ Մեր հաղթությունը, մեր ձեռքբերումները, մեր օրհնությունները ինքն են եւ իրանից են։ Սա ամենակարևոր դասն է, որ Աբրահամը պիտի սովորեր։ Սա ամենակարևոր դասն է, մենք պիտի սովորենք։ Ու Հիսուսը, երբ որ Ավետարանում կարդում ենք այդ զգուշացումից Սաղմոսը հիշատակելուց հետո, իզուր չի այդ Սաղմոսը հիշատակեց Հիսուսը իրենց, կարող էր ուրիշ տեղերից էլ Մեսիայի աստվածությունը հայտներ, որ Դավիթի որդին իրականում ավելի մեծ է, քան Դավիթը ինքը, ուրեմն Աստված է ինքը, Աստծո որդի է, ոչ թե մարդ է ուղղակի։ Ուրիշ տեղեր էլ շատ կարող էին, բայց ուրիշ տեղեր չկար այդ զգուշացումը Մելքիսեդեկի, երթումը Մելքիսեդեկի, հիշատակությունը Մելքիսեդեկի։ Ու շարունակության մեջ ընթերցեցինք, տեսանք Հիսուսը ինչ անում, զգուշացնում է։ Զգուշացեք փարիսեցիներից, որոնք առաջի տեղերն են սիրում, ողջույններն են սիրում, միթե դա հպարտությունը չի։ Միթե դա առավելության զգացումը չի։ Միթե դա մեծամտությունը չի։ Եվ որ մարդու դիրքը, պաշտոնը, ծառայությունը, ունեցվածքը իրան առավելության զգացում են տալիս։ Ճիշտ ինչպես հրեշտակին, որ ընկավ կայծակի նման։ Սա մեր ապահովությունն է, որ Տերը եկավ մեզ սովորեցնելու, ասեց սովորեք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ։ Որտեղ ուրիշ տեղերից ուրիշ բան ենք սովորելու։ Աշխարհը այսօր լիքը տարբեր բաներ է մեզ սովորեցնում, հպարտ լինել, անկախ լինել, ինքնավստահ ու այդ ամենը իհաշիվ հավատքի, իհաշիվ Աստծո հետ հարաբերության, մտերմության, կախվածության։ Ճիշտ այդտեղ այդ Մելքիսեդեկի հանդիպումից հետո Աբրահամի կյանքում կտրուկ փոփոխություն ենք տեսնում, կտրուկ փոփոխություն։ Այդ Աբրահամը, որ վախեցավ երաշտից ու փախավ Եգիպտոս, դրանից հետո էլ մնաց հավատարիմ ամեն ինչում։ Չվախեցավ ոչինչից։ Ու երբ որ
Մամրեի կաղինների մոտ էր, ծնդոց 18-ում են կարդում, 3 մարդ մոտեցան, ինքը հեռվից նայեց ու գրվածը Տերը երևաց Աբրամին։ Որ Աբրամ նայեց, տեսավ, վազեց, ճանաչեց, չէ՞, ուրեմն ինչ-որ մեկին տեսավ ու ճանաչեց, որպես Տերը, ու տենց Տիրոջ վերաբերվեց։ Ճիշտ ոնց որ այն որ տեսել էր Մելքիսեդեկին, այդ նույն նման, երևի նույն կերպարանքով հայտնվեց։ Ու գրվածը տեղ կա գրվածը Տիրոջ խոսքը եղավ Աբրամին, եւ տեղեր կա գրվածը Տերը երևաց Աբրամին։ Ու այն տեղերում է որ գրվածը Տերը երևաց, մարդու կերպով էր հայտնվում, ու Աբրամը ճանաչում էր, որովհետեւ Տերն է։ Դամար երբ որ Սոդոմ Գոմորի համար ասեց գնում եմ կործանեմ, ասեց երկրի Տերը չարժի անարդարություն անի, ոնց երկրի Տերը, գիտեր ում հետ է խոսում, որտեղից գիտեր։ Հիշեց, ճանաչեց, տեսել էր։ Կարևոր է այս երկու թշնամիների հաղթանակը, մինչև բոլոր թշնամիների ոտքի տակ անեն։ Մենք երկու կարևոր մեծ թշնամի ունենք։ Մավան հարցը Տերը կանի ինքը, մենք չենք լուծում Մավան հարցը։ Մավան դեմ մենք առայժմ անզոր ենք։ Կարող ենք երկարացնել բուժումներով եւ այլով, բայց ի վերջո առողջ ապրելակերպով, բայց մեկը մահը մի օր բոլորից դուրը ծեծելու է։ Բայց մենք խոստում ունենք հավիտենական կյանքի։ Հարության խոստում ունենք, դրա համար մահը մեր համար ավելի շատ ձեռքբերում է։ Նրանց համար ովքեր Տիրոջ հետ են ապրում հիմա, մահը որևէ վտանգ չի ներկայացնում։ Պողոս ասում ավելի լավ է գնամ Տիրոջ հետ լինեմ, դրա համար չգիտեմ, մահ ընտրեմ, թե մնամ ձեր համար օգուտ տամ։ Երկու թշնամի, որը մենք պետք է հաղթենք Տիրոջ օգնությամբ։ Ոնց որ Աբրամը հաղթեց իր թշնամիներին Տիրոջ օգնությամբ։ Դա այդ հպարտությունն ու ագահությունն է, նյութապաշտությունը։ Հույսը շատ անգամներ է զգուշացրել նյութապաշտությունից, հա, մի մարդ չի կարող երկու Տիրոջ ծառայել եւ այլն։ Ու շարունակության պատմության մեջ իժուր չի այդ աղքատ կնոջ պատմությունը, երկու նաքարակիտի պատմությունը։ Ճիշտ այդ զգուշացման նկարագիրն է, երբ որ Տերը զգուշացնում, եկել կարծես օրինակով կա, այ Հիսուս կարծես մասի այս սա նկատի ունեի։ Այս կնոջ ողջ ամեն ինչը Աստված է։ Նրանց համար Աստված իրանց ավելցուկի Տերն է, այս կնոջ համար Աստված իր ողջ ունեցվածքի Տերն է։ Սրանք տարբեր տերեր են։ Եթե մեկը քո ունեցվածքի ավելցուկի Տերն է, քո ողջ Տերը չի։ Քո ժամանակի ավելցուկի Տերն է, քո ֆինանսի ավելցուկի Տերն է, քո չգիտեմ հավեսի ավելցուկի Տերն է, հավես կլինի կծառայես, չի լինի չես ծառայ այդ օրը։ Ուրեմն քո հավեսի Տերն է, ոչ քո Տերն է։ Չես կատարել այդ պատվիրանը, չես ապրում իրան, քո ողջ սրտով, մտքով, հոգով, էությամբ սիրելու Տիրոջը։ Տերը սովորեցնելու է մեզ հաղթել։ Համար մեր կյանքում անցնելու ենք տարբեր ճանապարհներ, ձեռքբերումներով, կորուստներով, որովհետեւ սովորենք, որ ամեն հաղթանակ դա իր հաղթանակն է։ Նոր գործը, առաջ խաղացումը, նոր օրհնությունը, երբեմն կտաս, բայց փոխարենը չես ստանա։ Դուր կտրվի քեզ։ Շատերը տվել են, կտրվել է։ Տվեք կտրվի, ասма տվեցին կտրվել է։ Որով Աստված առևտրի Աստված չի, Աստված խրատի Աստված է, ինքը ուզում է քեզ սովորեցնի անկախ լինել, իրենից կախված լինելով, կամ ինքը քո օրհնության աղբյուրն է, կամ չէ, կամ քո բանկային հաշիվն է, կամ աշխատավարձն է, կամ քո շեֆն է քո օրհնության աղբյուրը, կամ Աստված է, կամ քո կարողությունները, հմտությունները, խելքն է քո հաջողությունների առաջ խաղացման պատճառը, կամ Աստված է։ Այդ սրտի հարց է իրականում, գիտեք, դու կարող բերանով մի բան ասես, բայց սրտով ուրիշ լինես։ Աստված խնդիր չունի ինչ կասենք բերանով, ճիշտ բաներ բոլորն ասում են, շատերը։ Աստված մեզ տանում է մեր սրտի հարցերը լուծելու կյանքում։ Դամար այո, երբեմն կանցնես առատության ժամանակով, երբեմն սակավության ժամանակով։ Երբեմն կտաս, փոխարենը չես ստանա, երբեմն չես տա, բայց մեկ է կստանաս ու կօրհնի քեզ։ Որպեսզի սովորես ու հասկանաս։ Աբրահամին Աստված խրատեց, որ Սոդոմի թագավորից չվերցնի, որտեղ օրհնությունն ինքն է։ Ու հետո Սոդոմի թագավորը առաջարկեց, Աբրահամին ասեց. «Մարդիկը ինձ տուր, մնացած ողջ ապարը քոնը լինի»։ Աբրահամը լավ դասը սովորել էր Մելքիսեդեկից։ Ասես չլինի չասես,
Չլինի թե ասես, թե Աբրահամին ես եմ հարստացրել։ Ով է ուզում իրան մեր շուրջը շատերը կան, որ կփորձեն մտածել ինքնակես, չգիտեմ, խելք սովորեցրել, հացի տեր դարձրել եւ այն փառք Աստծուն բոլորի համար, անկեղծ։ Մարդիկ անում ես հմտություններ են սովորեցրել, գիտելիք են տվել, հա, հացի տեր են դարձել, այդպես ասած, բայց մենք այդ ամենի մեջ, այդ ամենի միջոցով տեսնում ենք Տիրոջ ձեռքը։ Ու ասում ենք մարդկանց շնորհակալություն, Աստծուն փառք քեզ Տեր։ Մի քանի խորհուրդ։ Նախ փոխենք մեր տեսակետը, թե որն է մեր ապահովության աղբյուրը։ Երբ որ մենք փոխում ենք ու հասկանում ենք հավատքով, որ իմ ապահովության աղբյուրը Աստված է, լիքը բան փոխվում է։ Գալիս է ազատության զգացումը, վախը հեռանում է, որտեղ եթե Աստված հոգ է տանում, ու Հիսուսը սովորեցնում էր, հիշում եք։ Նայեք դաշտի շուշաններին, նայեք երկնքի թռչուններին, ձեր հայրը չի թողի ձեզ, մի վախեցեք տենց ասած։ Հա ժամանակ կա սակավություն կսովորես, ժամանակ կա նեղ ունեն։ Պողոսն էր ասում էր սովորել եմ ունենալն էլ, չունենալն էլ, բոլորիս սովորեցնում է Տերը ունենալու ժամանակներով եւ չունենալու ժամանակներով։ Բայց մեր տեսակետը չի փոխվում անկախ նրանից քիչ ստացա թե շատ, իմ ապահովության աղբյուրը մնում է ինքը։ Երբ որ ես աղոթում եմ, իրան եմ աղոթում, երբ որ շնորհակալ եմ, իրան եմ շնորհակալ, երբ որ խնդրում եմ, իրանից եմ խնդրում, եւ իրենից էլ ակնկալում եմ, կամ ինքը Աստված է եւ հոգում է, կամ չէ, եկեք մենք մեզ չխափենք, գնանք մեր գլխի ճարը ինքներս տեսնենք։ Երկրորդ, ապրել թագավորության օրենքներով։ Աշխարհը իր օրենքներ ունի, իր ձևեր ունի։ Թագավորության օրենքները սրանք են. լինել առատաձեռն, լինել տնտես, հավատարիմ տնտես Տիրոջ տվածին ու քայլել հավատքով դրանում։ Աստված առատաձեռն է, եւ իր որդիներն էլ ուզում առատաձեռնություն, որովհետեւ ճիշտ մենք դեռ որ առատաձեռնենք իր նման ենք, նաեւ երբ որ մենք առատաձեռն ենք, մենք դավանում ենք ես տալիս եմ, որովհետեւ գիտեմ իմ հայրն էլ տալու է ինձ։ Ինչպես ես քո հետ եմ, քո հանդեպ եմ առատ, այդպես էլ Աստված իմ հանդեպ։ Եթե ես տենց ասած պին ձեռք ունեմ, տենց հայերեն կամ ժլատ եմ, ես նրանով հայտնում եմ, որ Աստված էլ է ժլատ։ Որովհետև ես հայտնում եմ իրան, ինքը ինչպես է, այդպես ես եմ իրականում, կամ ինչպես ես եմ, այդպեսին հայտնում եմ իրան։ Որովհետև Աստված երկինքը տենց ասած գործում է այդ առատության, առատաձեռնությունը անշռայլությունը չի անիմաստ։ Դա համար նաև տնտես է պետք լինել, հասկանալ Աստծո կամքը, տնտեսվարության սկզբունքները, ինչքան, ինչպես, ում, երբ։ Ու սա առաջնորդության խնդիր է, այստեղ չկա ձեր ինչ-որ սեմինար անենք ում ինչքան երբ պետք է տալ։ Սա հոգու ու Աստծո հետ հարաբերության խնդիր է։ Եվ երրորդը, քանի որ Աստված առատ է, մենք էլ ակնկալենք իր առատությունը։ Երկինքը առատության վայր է, սավակավության վայր չի։ Երկնքից եկողը միշտ շատ է։ Մանանան այնքան շատ էր գալիս, որ մնում հոտում էր, նեղում էր։ Ասա չես, ինչ ափսոս է, եկեք քիչ բյուջեն կչացնենք մանանայի։ Չէ, Աստված առատ էր տալիս։ Հացի բազմացումը Հիսուսը բազմացրեց ավելին էր, չէ, քանի 12 կողով ավել հավաքեցին։ Աստված առատության Աստված է։ Եկեք հավատանք առատության Աստծուն։ Եթե սպասում ես, ակնկալում ես յոլա գնալը, այդ էլ կունենաս։ Յոլա կգնաս։ Եթե հավատում ես առատության Աստծուն, կտեսնես այդ առատությունը, առատաձեռնությունը։ Ու այդ հավատքը դրսևորում է, ինչպես ասացի, քո առատաձեռնությամբ, քո իմաստուն տնտեսավարությամբ, որ քո հավատքի դրսևորումն է։ Տեղ ես տալիս Աստծուն, որպեսզի Աստված հրաշք բերի քո կյանքի մեջ։ Ու մի կարևոր բան էս ամենում։ Մեկին ունենք երկնքում մեր կողմից մտած որպես հավատարիմ քահանա մեր համար հոր առաջ։ Մեկը որ ապացուցել է իր հավատարմությունը մեզնից առաջ եղած սերունդներին ու հիմա մեզ։ Դա համար Պողոսը նույն Եբրայեցիները վերջացնում է 13:7-ն է։ Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Ոնց որ այն ժամանակ Աբրահամի հետ էր հավատարիմ, Դավիթի հետ էր հավատարիմ,
աշակերտների հետ էր հավատարիմ, հիմա իմ ու քո հետ հավատարիմ։ Հիմա մեր հերթն է սովորել մեր քահանայապետի հետ ապրելը, մեր թագավորի հետ արդարության ու խաղաղության, կռվելով, հաղթելով, երկու կարևոր մեր թշնամուն։ Այդ ամբարտավանության ու հպարտության, երբեմն ծածուկ կարող է լինել, սիրուն։ Սիրում են ռաբի կոչվել եւ բայց ներսում հպարտ է մարդը, ինքը առավելության զգացում ունի, քան մյուսները։ Կարող է խոնարհ ձևացնի իրան, բայց ներսով հələ փորձի այդ խոնարհին մի բան ասես։ Մի հատ դիտողություն անես։ Եվ ագահությունը։ Երկու կարևոր թշնամի։ Եկեք բերենք այդ թշնամիներն իր ոտքերի տակ։ Եկեք իրան դարձնենք մեր կյանքի ապահովության, մեր օրհնության, մեր հաղթանակի աղբյուրը, որտեղ արժանի է ինքը, որտեղ ապացուցել է, որ ինքը դա է։ Եկեք կանգնենք իր առաջ։